Բերի 25-ի առավոտն ենք սկսում միասին հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս, սուրճն ու սերը այսօր տաղավարում ձեզ համար ապահովելու են Վեգա Անդրեասյանն ու Սևակ Հակոբյանը։ Առաջարկում ենք առաջիկա 1.5 ժամն անցկացնել միասին, ծանոթանալ այն կարևոր տեղեկատվությանը, որ հաստատ չի խանգարի տանից դուրս գալուց առաջ, զրուցել հետաքրքիր թեմայով, զանգահարեք մեզ, հետևեք մեզ նաև մեր Facebook-յան էջում եւ կայքում ու թողեք մեկնաբանություններ։ Այո, մեզ ոչ միայն կարող եք 107.7 հաճախականությամբ լսել, այլև դիտել մեր կայքում armradio.am, սեղմեք դիտել եթեր կոճակը եւ հետևեք մեր զրույցին, նույնը նաեւ Facebook-յան հարթակում լայվը գործարկված է։ Վերջին տոնական օրերն են 2025 թվականի, եկեք միմյանց բարին մաղթենք, զանգահարենք, գրենք մեկ սիրով կարդում ենք ձեր բոլոր մեկնաբանությունները, մանավանդ այսօր, երբ կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը, շնորհավորում ենք ովքեր այսօրն են նշում այս կարևոր տոնը եւ եթերի ընթացքում դեռ կանդրադառնանք նաեւ այս տոնին։ Իսկ հիմա արդեն ամբողջովին տոնական playlist-ի առաջին երգով ազդարարենք հաղորդման մեկնարկը։ Տոնածարի լույսը վարվելու է, նորամուտի հույսը վարվելու է, շողշողացող իմ սիրտը լցվելու է, զանգերի հետ զարկս լսվելու է, էնում ամա նորն է, նա հենց իմ ու քոնն է, թող լույսով բոլորն են, օրը զարդարենում ամա նորն է, նա հենց իմ ու քոնն է, թող սիրով բոլորն են, կյանքը զարդարեն։ Hey, հեքիաթի դռները բացվելու է, երազանքն այնտեղ մեզ սպասելու է, Հայաստանի սիրտը հայլելու է, ամեն մի հային էլ հասնելու է, էնում ամա նորն է, նա հենց իմ ու քոնն է, թող լույսով բոլորն են, օրը զարդարենում ամա նորն է, նա հենց իմ ու քոնն է, թող սիրով բոլորն են, կյանքը զարդարեն։ Էնում ամա նորն է, նա հենց իմ ու քոնն է, թող լույսով բոլորն են, օրը զարդարենում ամա նորն է, նա հենց իմ ու քոնն է, թող սիրով բոլորն են, կյանքը զարդարեն։ Սուրճ ու սեր առավոտից։ Էնում ամանորն է, ամանորը կգա ընդամենը 6 օրից, այսօր դեկտեմբերի 25-ն է եւ մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում եւ կշարունակենք աշխատել մինչեւ այս տարվա վերջին օրը, այնպես որ հետևեք մեզ յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան 9:30-ից եւ օրը երբ սկսում ենք նախ անցնում ենք այն տեղեկատվությանը, որն ամենակարևորն է, չէ՞։ Հատկապես ձմռանը, Այո։ եղանակը, որքան ցուրտ է լինելու, որքանով ենք մենք պատրաստ ամանորի ոչ այնքան տոնական եղանակի։
եղանակային նոր փոփոխություններ են տեղի ունենալու, բայց ոչ այսօր, առանց տեղումների եղանակ է սպասվում հանրապետության տարածքում, իսկ ահա վաղվանից առանձին շրջաններում 27-ին, 28-ին շրջաններից զգալի մասում սպասվում են տեղումներ լեռնային եւ նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Այս ամենին դեռ առավել մանրամասն կանդրադառնանք այդ օրերին, քանի որ ցիկլոն է մոտենում։ Քամին արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը այսօր էապես չի փոխվի։ Մայրաքաղաքում եւս տեղումներ չեն կանխատեսվում, ներողություն, մայրաքաղաքում կանխատեսվում են տեղումներ այսօր, վաղը եւ դեկտեմբերի 29-ին։ Եվ այժմ տեսնենք, թե ինչքան ջերմաստիճան է ակնկալվում այսօր, ցերեկը 4-ից 6 աստիճան տաքություն, երեկոյան 0-ից +2, իսկ գիշերը արդեն մինուս է, -4-ից -6։ Եվ ըստ հեռախոսային հավելվածի, այս պահին մեր մայրաքաղաքում 0 աստիճան է, ոչ մինուս է, ոչ պլյուս։ Այո, ոսկե միջին է, այսպես ասած, բայց ինչպես արդեն նշեցիր, կարևորը, որ օրվա ընթացքում դեռ մի քիչ էլ կբարձրանա եւ կարծես թե արև ամեն դեպքում այսօր կտեսնենք, ինչպես ասում են։ Մայրաքաղաքից դուրս Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը եւ նաեւ հորդորում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Փակ է միայն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանինը գնել տեղեկացնում է, որ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բավական անսովոր եւ այս սեզոնի համար թեթև պատկեր է Մայրաքաղաքի փողոցներում, խցանումային նիշը 4 է, չգիտեմ թե ինչ է կատարվում, շատ հաճելի է, սովորաբար 5-6, այս օրերին առավելապես 7-8-ի է հասնում խցանումային նիշը, այս պահին 4 է, այսինքն բավական թեթև է երթևեկությունը մեր Մայրաքաղաքում, դե կենտրոն եկող փողոցները ինչպես միշտ ծանրաբեռնված են, Իսակովի պողոտան, ինչպես նշեցի, դեպի կենտրոն եկող հատվածը Աթենքի փողոցում երթևեկությունը ըստ քարտեզի գույնի կարծես թե չի շարժվում, Ամիրյան փողոցը դեպի Մաշտոց գնացող հատվածը Հանրապետության հրապարակից կարելի ասել հենց Տոնածառի մոտից, Սայաթնովա պողոտան դեպի օպերա շարժվող հատված Սուրբ Աննա եկեղեցուց սկսած եւ հակառակը օպերայից դեպի Սուրբ Աննա եկեղեցի եկող հատվածները, Բաղրամյան փողոցում տեղ-տեղ կան խցանումներ, Կիևյանը, եթե քարտեզը մեզ չի ստում, բաց է եւ չկա խցանում, զարմանալիորեն Եվ նաև Կորյունի փողոցում կա երթևեկության ծանրաբեռնվածություն, Աբովյան փողոցը, ինչպես ասում են, պլանի գլուխ այս հատվածում, Խաչատուր Աբովյանի արձանի շրջակայքում կա խցանում եւ Սարալանջը նույնպես բավական մուգ կարմիր գույնով է ներկված մեր քարտեզում, սիրելի վարորդներ, ուղևորներ մի քանի օր մնաց, իհարկե շատ կարճ են տևում արձակուրդները ամանորյա, բայց այդ մի քանի օրերին վստահ եմ, որ շատերս հնարավորությունը բաց չենք թողնի, պարզապես տանը մնալու եւ խցանում առատ փողոցներ դուրս գալու։ Այո, վստահ եմ, այս օրերին էլ կարծում եմ համեմատաբար թեթև է, որովհետեւ արձակուրդները մեկնարկել են եւ առևտրի կենտրոններն ու մոլերն էլ դեռ բաց չեն այս ժամին, ընդամենը 1 ժամ անց կարծում եմ պատկերը ամբողջովին կփոխվի եւ այս օրերին ավելի վախենալու են մարդկային խցանումները, որոնք առաջանում են առևտրի կենտրոններում եւ մոլերում։ Եթե պատրաստվում եք գումար ծախսել այս ամանորին, իսկ դա վստահաբար այդպես է, ֆինանսական գործարքներին ընդառաջ այսօր տեղեկացնեմ տարադրամի փոխարժեքին։ Ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 381 դրամի եւ 46 լումայի, եվրոն 449 դրամ է 97 լումա, ռուսական ռուբլին 4 եւ 8 է, վրացական լարին 141 դրամ եւ 54 լումա է այսօր, բրիտանական ֆունտ ստերլինգը 515 դրամ եւ 54 լումա, շվեյցարական ֆրանկը, երբեք չէի ասել ֆրանկի մասին, այսօր ասեմ 484 դրամ 76 լումա, նախանձելով, եթե պլանավորում եք Շվեյցարիա մեկնել եւ ֆրանկ եք գնում, նաեւ դիրհամի մասին ասեմ, որ այսօր 103 դրամ եւ 87 լումա է։ Սա էլ այն մարդկանց համար, ովքեր տոները պատրաստվում են անցկացնել արևոտ եւ շոկ պայմաններում։ Մենք շարունակում ենք մեր ամանորյա playlist-ը, Ariana Grande, Santa Tell Me, պատմիր ինձ Santa. Santa, tell me if you're really there. Don't make me fall in love again if you won't be here next year. Santa, tell me if he really cares, 'cause I can't give it all away if he won't be here next year.
Սուրճ ու սեր առավոտից։ Ինանցե 43 շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ այսօր ինչպես նշեցինք դեկտեմբերի 25-ն է, օրը 5-շաբթի եւ տեսնենք ինչ կա չկա օրացույցում, պարզվում է այսօրն է ծնվել, ճակերտավոր ասած, բոլորիս իր ցանցը գցած համացանցը։ Առաջին անգամ Թիմոթի Ջոն Բերներս-Լին հաջողվեց ապահովել հասանելիություն, իհարկե 90 թվականի համացանցը ինտերնետը ամբողջովին այլ է նրանից ինչ կա այսօր, բայց սաղմերը դրվել են այդ օրվանից սկսած։ Այո, փաստորեն իրականում այսօրը կարևոր է գիտական հայտնագործությունների աշխարհում առհասարակ, որովհետև 1642-ին այսօրն է ծնվել նաև Իսահակ Նյուտոնը, անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փաստորեն նաև չգիտեի, որ նա ալքիմիա է փորձել, փիլիսոփա, աստվածաբան։ Ինձ շատ զարմացրեց Նյուտոնի այդքան ճշգրիտ գիտությունների ջատագովի նաև ալքիմիա ուսումնասիրած լինելը ամեն դեպքում այսօր նաև նրա ծննդյան օրն է եւ դե ինչպես բազմիցս արդեն նշեցինք արևմուտքը կաթոլիկ աշխարհը այսօր տոնում է Սուրբ Ծնունդը։ Այո, քրիստոնյա աշխարհի համար այս անչափ կարևոր տոնը Սուրբ Ծնունդը կաթոլիկ եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին, գիտենք հայ առաքելական եկեղեցին մենք այս տոնը կնշենք հունվարի 6-ին, մինչև 4-րդ դարը իդեպ Սուրբ Ծնունդը նշվել է հենց հունվարի 6-ին, սակայն 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը հաստատեց որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան օր եւ փոփոխության պատճառը Քրիստոսի ծնունդն այդ օրը նշվող արևին նվիրված տոնակատարությանը հակադրելը եւ հեթանոսական ավանդույթները խափանելն էր։ Եվ գիտենք սա կաթոլիկ աշխարհի ամենակարևոր տոնն է եւ նաեւ այս արևմուտքում Սուրբ Ծնունդը առավել մեծ եւ շքեղ է տոնվում, քան ամանորը հաճախ, որովհետեւ սա նաեւ առաջին տոնն է եւ այս ընթացքում արևմուտքում եւ մեր ընկերները, գործընկերները բոլորը արձակուրդի մեջ են եւ անգամ երբ մեյլեր ես գրում ավտոմատ պատասխաններ են գալիս, որ մեզ մոտ կներեք Սուրբ Ծննդյան արձակուրդները։ Մի խանգարեք մեզ մոտ արձակուրդներ են, եթե չեմ սխալվում, այնտեղ շատ ավելի երկար են նաեւ այս արձակուրդները անցնում, ամեն դեպքում մենք այն երկրների շարքում ենք, որոնք հին հուլյան օրացույցին են հետևում, ինչպես Սևակը նշեց, հունվարի 6-ին որոշ երկրներ 7-ին են նշում, բայց մենք նշում ենք միաժամանակ թե ծնունդը Քրիստոսի, թե մկրտությունը, այնպես որ մեր Սուրբ Ծնունդը կշնորհավորենք հունվարի 6-ին, այդ օրը եթե չեմ սխալվում, եթերում ենք լինելու, այնպես որ այո, մնացեք հանրային ռադիոյի հետ, ամեն դեպքում մի քանի հետաքրքիր փաստ արևմտյան Սուրբ Ծննդից շատ հետաքրքիր ավանդույթներ են ձևավորվել։ Նախ դե գիտենք, որ այդ կարմիր ձմեռ պապը իրականում հենց արևմուտքից է գալիս եւ հենց Քրիսմաս Սուրբ Ծննդյան արարողությունների շրջանակում են հնարել նրան, բայց հետաքրքիր է, որ ձմեռ պապն իրականում կարմիր չի եղել եւ մինչ այդ նա կանաչ, կապույտ եւ շագանակագույն հագուստով էր պատկերվում տարբեր պատկերներում եւ երեխաներին հենց այդպես էին պատմում, իսկ կարմիր հագուստը ձմեռ պապին շակերտներում ասած պարտադրեց մի շատ հայտնի բրենդ խմիչքի, որի գովազները ամանորյա մենք միշտ դիտում ենք եւ որը վստահաբար բոլորը հասկացան, թե որ բրենդի մասին է խոսքը։ Հենց այս բրենդն է, որ 1930-ականներին սկսեց ձմեռ պապուն պատկերել իր բրենդի գույներով, կարմիրով եւ ասոցացնել հենց իր հետ, ինչը մարքեթինգային հրաշալի քայլ էր, որովհետեւ տարիներ շարունակ հենց այս գույնով էլ սկսեց ամբողջ աշխարհը ասոցացնել ձմեռ պապուն։ Իդեպ մի հետաքրքիր եւ շատ գեղեցիկ ավանդույթ տեսա, որը ինձ շատ դուր եկավ բարության հետ կապված։ Հետաքրքիր է, որ նույնիսկ ամենածանր իրավիճակներում ձմեռ պապու համար թխված թողնելու սովորույթը ի հայտ եկավ, որպեսզի երեխաներին բարություն սովորեցնեն։ Բանն այն է, որ մեծ ճգնաժամի տարիներին, երբ նույնիսկ սնունդ հայթայթելը բավական դժվար էր, շատ ծնողներ երեխաներին սովորեցնում էին ձմեռ պապի համար սնունդ թողնել թխված քաբլիտքի տեսքով, որպեսզի հասկանան, որ նույնիսկ ամենածանր ժամանակներում միևնույն է երախտագիտությունը եւ բարությունը կարևոր հատկանիշներ են, որոնք պիտի լինեն բոլորի սրտերում։ Ժամանակին Սուրբ Ծնունդը շատերի մոտ ասոցացվում էր նաև սարսափի հետ եւ կար սովորություն միմյանց սարսափ պատմություններ պատմելու վիկտորիանական ժամանակաշրջանում ընտանիքները Սուրբ Ծննդյան գիշերը հենց վախեցնող պատմություններ էին պատմում։ Պատահական չէ, որ Սուրբ Ծննդյան երգերից այդ Christmas Carol հայտնի ստեղծագործությունը մի տեսակ գորշ տրամադրություն ունի, չէ, այսպես ավելի ծանր է, քան մեր այս օրինակ pop կամ էստրադային ժանրի ջազային
Halloween ներողություն Christmas կատարումները, ամանորյա կատարումները, իդեպ ասեմ, որ վիկտորիանական ժամանակաշրջանում մարդիկ առհասարակ շատ տարօրինակ եւ վախենալու բաներ էին անում, մեկ այլ առիթով գուցե կպատմենք եւս մի քանի բան։ Եվս մի հետաքրքիր փաստ ձմեռ պապու մասին, իդեպ քչերը գիտեն, որ այս կերպարը հիմնված է իրական մարդու վրա, Սուրբ Նիկոլայ 4-րդն է համարվում, որպես նախահայր ձմեռ պապու նա օգնում էր աղքատներին, անգամ ոսկի նետելով մարդկանց պատուհաններից գիշերվա ընթացքում եւ հենց դա է պատճառը, այսօր նման ձմեռ պապիկներ չկան։ Գուցե լինեն, ծեվակ, դեռ ամանորը չի եկել, մի հիմիկվանից մերժիր, այո, սպասիր, գուցե ինչ որ մեկը քո պատուհանից չնայած ու բարձր հարկում չի ապրում։ Դե չես կարող ասել, երկնքից ինչ որ մի բան մեկ էլ տեսար հանկարծ նետեց եւ շատ հետաքրքիր է, որ իրականում կան բազմաթիվ մարդիկ, կազմակերպություններ, երբեմն պետական կառույցներ, որոնք հենց ձմեռ պապու կերպարը փորձում են վառ պահել։ Օրինակ եղել են դեպքեր, երբ ԱՄՆ-ում, Կանադայում մարդիկ իրական նամակներ էին գրում ձմեռ պապուն եւ պատասխաններ էին ստանում։ Սա նախաձեռնում էր Պոստային ծառայությունը։ Ահա։ Այո, այս երկրների իրական դառնա։ Այո, այս երկրների պոստային ծառայությունը երբեմն միլիոնավոր նամակների պատասխանում էին եւ հաստիագրում էին պարզապես ձմեռ պապ, հյուսիսային բևեռ, ինչը բնականաբար էլ ավելի կենթանի էր դարձնում տոնի զգացողությունը, հատկապես երեխաների մոտ, եւս մի տարօրինակ սովորություն, որ ժամանակին արել են արևմուտքում, տոնածառերը, ներողություն, կախում էին գլխի վայր։ Ահա։ Այո, միջնադարյան Եվրոպայում տոնածառերը կախում էին առաստաղից, սա խորհրդանշում էր Սուրբ Երրորդությունը եւ միաժամանակ տարածք էր խնայում, քանի որ ոչ բոլորը ունեին մեծ բնակարաններ, որտեղ կարող էին տեղադրել այս ամանորյա ծառերը եւ դրա համար կախում էին վերևից։ Ահա, այսօր էլ կան նման տոնածառեր, բայց մտածել ենք, որ դա դիզայնի լուծում է, բայց պարզվում է հնուց եկած ավանդույթներ են։ Հիշատակում է ավանդույթի եւ վերջին տարօրինակ փաստը կապված արդեն ձմեռ պապու եղջերուների հետ, պարզվում է, որ ամենայն հավանականությամբ ձմեռ պապու եղջերուները եք են, որովհետեւ ձևափոխվում է արու եղջյուրները, ոմանք նույնիսկ որոշ եղջյուրներ զրկվում են եղջյուրներից այս սեզոնին, մինչդեռ էքերն են, որ նույնիսկ այս սեզոնին այդքան փառթամ շքեղ մորթի եւ եղջյուրներ ունեն, այնպես որ այդ սահնակները իրականում վարում են աղջիկները։ Էլի ծանր հոգսը դրվել է նրանց ուսերին։ Իսկ եթե ավելի լուրջ եւս մեկ անգամ շնորհավորում ենք կաթոլիկ աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր այսօր տոնում են Քրիստոսի Սուրբ Ծնունդը, մաղթում, որ իսկապես խաղաղություն բերի այս տոնը եւ շնորհավորանքներ այս օրերին դեռ շատ միմյանց կուղենք, կլսենք, մեր եթերներն արդեն ամբողջովին տոնական են եւ արի այս գեղեցիկ երգն էլ օրվա տոնին համապատասխան այս պահին լսենք, So this is Christmas. And what have you done? Another year over. A new one just begun. And so this is Christmas. I hope you have fun. The near and the dear ones, the old and the young. A very Merry Christmas and a Happy New Year. Let's hope it's a good one without any fear. And so this is Christmas, for weak and for strong, the rich and the poor ones. The war is so long, and so happy Christmas for black and for white.
And so this is Christmas. And what have we done? Another year over. A new one just begun. And so happy Christmas. We hope you have fun. The near and the dear ones. The old and the young. The very Merry Christmas. It's a good one without anything. And so this is Christmas. And what have we done? Another year over. A new one just begun. Սուրճ ու սեր առավոտից։ Մենք ունենք մեկնաբանություն, ինձ ուղղող եւ բարձվում է ճշգրիտ մեկնաբանություն Շահեն Հախվերդյանը նշել է, որ պետք է ասել ոչ թե ձմեռ պապու, այլ ձմեռ պապի եւ հայոց լեզվի մասով իմ շտապօգնություն մեր շատ սիրելի պարոն Օլքինյանը նույնպես ասաց, որ պետք է ասել ձմեռ պապի, այս օրերին հատկապես ուրեմն տեղյակ լինենք եւ խուսափենք այս խալից պապուն ժողովրդական լեզվով է եւ գրական հայերեն չէ, այնպես որ ձմեռ պապի Չնեղացնենք ձմեռ պապին, քանի որ նա դեռ մեզ պետք է նվերներ բերի, շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը 9:56, շարունակեք մեկնաբանություններ գրել, տեսեք, ասում ենք, չէ, կարդում ենք բոլոր մեկնաբանությունները, անկախ նրանից այդտեղ բարեմաղթանքներ են, գովասանքներ, թե մեզ ճշգրտող մեկնաբանություններ։ Կարող եք զանգարել նաև 553702, իհարկե արդեն զանգարեք ժամը 10-ից հետո, որովհետև րոպեներ անց մենք արդեն ծանոթանալու ենք ժամը 10-ի նորություններին եւ տաղավարում հյուրընկալելու ենք ռադիոլուրի մեր գործընկերոջը եւ հիշեցնում, որ մեր կայքում եւս կա ուղիղ հեռարձակում armradio.am, պարզապես սեղմեք դիտել եթերը կոճակին եւ հետեւեք մեր զրույցին։ Մենք ունենք գովազդային դադար, կարող ենք այժմ ընդմիջվել գովազդային դադարով, այնուհետև վերադառնանք եւ տեսնենք, թե ինչ կա չկա աշխարհում եւ Հայաստանում ռադիոլուրի գործընկերները մեզ կպատմեն։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:58 շարունակում ենք մեր տոնական թողարկումը, Վեգա հասցրել ես պտտվել տոնական Երևանով։ Այո, ես դարձել եմ մեծ երկրպագուն Christmas market-ների, այդ տոնավաճառների ամանորի, անկեղծ ասած, եւ անընդհատ շրջում եմ գրեթե ամեն երեկո կամ Հանրապետության հրապարակինից ամանորի տոնավաճառում եմ կամ
Այգում Արամի փողոցի այգու տոնավաճառում ինձ շատ դուր է գալիս այդ ջերմ տոնական մթնոլորտը։ Եվ ամենևին պայմանավորված չենք, հարցս տվեցի, որպեսզի շարունակեմ թեման եւ հենց Հանրապետության հրապարակի ամանորյա տոնավաճառից էլ խոսեցիր, ուզում էի տեղեկացնել, որ դեկտեմբերի 27-ին հայտնում է Երևանի քաղաքապետարանը ժամը 20-ին բոլորին հրավիրում են Շահումյանի անվան պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ, այդ նույնը ինչ որ դու նշեցիր, Հանրապետության հրապարակին կից վայելելու Կամի Friends Band-ի համերգային ծրագիրը եւ այսուհետ գրեթե ամեն օր մինչեւ հունվարի 14-ը շարունակվելու են տոնական համերգները։ Մենք արդեն տաղավարում հյուրընկալեցինք Հասմիկին։ Հասմիկ, Բարի լույս։ Բարի լույս։ Սիրելի գործընկերներ, Հասմիկի խոսափողը խնդրեի միացնել, գործընկերներ, Հասմիկն այստեղ է։ Տոնական տրամադրություն կա արդեն։ Իհարկե, մասնավորապես կաթոլիկ աշխարհը արդեն Երևանից տոնում է Սուրբ Ծնունդը, շնորհավորենք նաև կաթոլիկ աշխարհին։ Այո, մենք օրը սկսել ենք շնորհավորանքներով եւ տեսնենք թե ինչ կա չկա տոնական լրահոսում, չնայած լուրերը միշտ չէ որ տոնական է լինում եւ երբեք չեն նայում, այո։ Եվ քիչ հետո ես կներկայացնեմ թե ինչ շեշտադրումներ է արել Հռոմի Պապի իր ուղերձում։ Շատ լավ, ուղենք ժամացույցները, ծանոթանանք ժամը 10-ի լրահոսին։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին։ Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ, ԱՄՆ պետքարտուղարը ամփոփել է 2025 թվականը։ Հռոմի Պապը խաղաղության ուղերձ է հղել, կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։ Նախ տեղեկացնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հրավիրյալ մասնակիցներ։ Օրակարգային հարցերի շրջանակում արդարադատության նախարար հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Սրփուհի Գալյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության սահմանափակումների ուղեցույցը։ Անդրադառնալով ուղեցույցի կառուցվածքին մանրամասներ են ներկայացվել պաշտոնյաների եւ թեկնածուների նախընտրական քարոզչության մասնակցության կանոնների, իրավական պատասխանատվության միջոցների եւ այլ գործառույթների վերաբերյալ։ Տեղեկանում ենք անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման համակարգին, կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության ապահովմանը, իրավական պատասխանատվության միջոցներին, կուսակցություններում բարեվարկության մեխանիզմներին եւ այլ հարցերի։ Տարեվերջյան այցեր զորամասեր պաշտպանության նախարարությունը գրառում է արել եւ տեղեկացրել է, որ այցելել է N զորամաս, շրջայց է կատարել զորամասի տարածքում եւ ընթացիկ աշխատանքներին։ Մասնավորապես Սուրեն Պապիկյանը գրել է. ընդհանուր առմամբ բարձր եմ գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները եւ տվել համապատասխան հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ մեջբերման ավարտը։ Այցի ընթացքում նախարարը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասերյանը մասնակցել է N զորամիավորման ուսումնական տարվա ամփոփման արարողությանը։ Ամփոփելով ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, Ասերյանը ընդհանուր առմամբ բարձր է գնահատել զորամիավորմանը ենթակա զորամասերի պատրաստվածությունը եւ հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նիստը եզրափակվել է ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պարգևատրման արարողությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է տարվա արդյունքները, առանձնահատուկ անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին։ Հրապարակված տեսաուղերձում Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները կարողացել է կանխել եւ կարգավորել մի շարք միջազգային հակամարտություններ, շեշտը դնելով դիվանագիտական միջամտության վրա։ Մասնավորապես Ռուբիոն ընդգծել է. Ադրբեջան եւ Հայաստան պատերազմ, որը կարող էր սկսվել եւ դառնալ սարսափելի աղետ, կանխվեց։
Ասել է նա, անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ներկայությամբ կնքված խաղաղության հռչակագրին։ Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ նախագահի տված առանցքային խոստումները կյանքի են կոչվում։ Ռուբիոն մասնավորապես ասել է, լավագույնը դեռ առջևում է։ Այժմ միջազգային անցուդարձի մասին այսօր աշխարհի բոլոր կաթոլիկները տոնում են Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծնունդը կաթոլիկների համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Ամանորը։ Աշխարհի ավելի քան 145 երկրներում Սուրբ Ծնունդը պաշտոնական պետական տոն է տարվա ամենասպասված տոներից։ Դեկտեմբերի 24-ի երեկոյան, երբ երկնքում առաջին աստղն է հայտնվում, որն ազդարարում է Հիսուսի ծնունդը, սկսվում է նախատոնական շրջանը։ Կաթոլիկների տոնական սեղանը թեթև ուտեստներից է բաղկացած, ամենագլխավոր խորհրդանիշներից է մոմը։ Կեսգիշերին տոնակատարություններ են մեկնարկել Բեթխեհեմում եւ, ինչպես նշեցինք, աշխարհի շուրջ 145 երկրների եկեղեցիներում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին, իսկ ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ին։ Հռոմի Պապը խաղաղության ուղերձ է հղել դիմելով հանրությանը, տեղեկանում ենք Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։ Հռոմի Պապը կոչ է արել ամբողջ աշխարհում պահպանել առնվազն 24-ժամյա հրադադար, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմին։ Հռոմի Պապն ասել է, որ Փրկչի ծննդյան օրը պետք է դառնա խաղաղության օր, խորհրդանիշ եւ ընդգծել է կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց գոնե մեկ օր խաղաղություն պահպանել Ուկրաինայում եւ ամբողջ աշխարհում։ Հռոմի Պապը շեշտել է, որ Սուրբ Ծնունդը պետք է հիշեցնի մարդկությանը խաղաղության, համերաշխության եւ մարդասիրության արժեքների մասին։ Անդրադառնալով Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին, Հռոմի Պապն ասել է, որ կապ է պահպանում տեղի ծառայող հոգեվորականների հետ եւ հույս ունի, որ արդեն իսկ ուժի մեջ մտած հրադադարի իրականացումը կշարունակվի չնայած իրավիճակի փխրունությանը։ Եվ նշեմ, որ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Պաղեստինյան Համաս խմբավորումը հրադադարը խախտել է, իր հերթին հայտարարությամբ հանդես եկել Համասը եւ հրադադարի միջնորդներին տեղեկացրել է, որ Իսրայելն է խախտել հրադադարի համաձայնագիրը։ Եվ լրահոսի վերջին լուրը ԱՄՆ նախագահն էլ ամերիկացի զինվորականներին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորելիս նշել է, որ ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ հաջողված գործողությունները հաստատել է այդ մասին եւ ասել է, որ այսուհետև դրանց պայքարը կիրականացվի նաեւ ցամաքում։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Ես հիշում եմ այն փողոցը, ուր քայլում ենք միասին, ու նորից գալիս է ձյունը, հիշում եմ քո մասին։ Ախ ինչքան են իմ ձեռքերը, ձեռքերում քո տաքացել, ախ ինչքան եմ գիշերները, կարոտից քո խենթացել։ Ձյունը թափառում է օդում, ու ներկում է իմ քաղաքը սպիտակ, ձյունը գիշերում օրորվում է, մայթերին վառվող լույսի տակ, ձյունը թափառում է օդում, ու բերում է բարություն իմ կյանքի, ձյունը որ գալիս ու նստում էր մանկության իմ տանտանիքի։ Երանի այն տարիները թափառում ենք օրերով, բայց այսօր փոխել է կյանքը այն հինը նորերով։ Մեր սիրո այգին դատարկ է, ես ու դու ենք պակասում, ու դատարկ է նստարանը, ուր նստում ենք երազում։ Ձյունը թափառում է օդում, ու ներկում է իմ քաղաքը սպիտակ,
Ձյունը գիշերում օրորվում է Մայթերին վարվող լույսի տակ Ձյունը թափարում է օդում Ու բերում է բարություն իմ կյանքի Ձյունը որ գալիս ու նստում էր Մանկության իմ տանտանիքի Ձյունը որ գալիս ու նստում էր Մանկության իմ տանտանիքի The station with the best music. Best music. I love the music. Best music. 10-10 վերադառնում ենք հանրային ուղիղ եթեր եւ սիրով ասում ենք բարի լույս բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, օրը սկսեք մեզ հետ սուրճով, սիրով, հատկապես այս տոնական առավոտները, մենք փորձում ենք իսկապես ապահովել տոնական տրամադրություն, անկախ նրանից, թե օրինակ խցանումային նիշը որքան է Երևանում կամ որքան է ջերմաստիճանը։ Իհարկե եւս մեկ անգամ ձեզ կներկայացնենք այդ մասին, բայց մինչ այդ Կարինե Մկրտչյանի մեկնաբանությունը կարդամ, եւս մի մեկնաբանություն ունենք։ Բարի լույս Հայաստան աշխարհ, բարի առավոտ սիրելի հաղորդավարներ, ես էլ եմ շնորհավորում օրվա տոնի առիթով, թող աշխարհում թևածի խաղաղություն է եւ բարին մտնի բոլորի օջախներն ու սրտերը, ասում է մեր ռադիո լսողը։ Շնորհակալ ենք գեղեցիկ մեկնաբանության համար եւ մաղթանքի եւ Վեգա ինչ կասես, ինչ փոխվեց այս ընթացքում ջերմաստիճանի տեսանկյունից։ Հեռախոսային հավելվածը ինձ հուշում է, որ 1 աստիճանով փոփոխություն ունենք, արդեն 1 աստիճան է, բայց ինչպես սիրում է ասել այս հավելվածը, զգացվում է ինչպես 4-ը։ Օրվա ընթացքում էլի շարունակում է պնդել, որ մինչև 5 աստիճան կբարձրանա, մինչև ցերեկը ժամը 1-2-ը արև է լինելու, հետո ավելի անպամած կդառնա եղանակը։ Եղանակի տեսանկյունից ակնառու փոփոխություններ սպասվում են վաղվանից, հանրապետությունում առկա հզոր անտիցիկլոնը, որն ապահովում էր արևառատ եղանակ, դեկտեմբերի 26-ից, այսինքն վաղվանից քայքայվելու է եւ արդեն 27-ի երեկոյան ժամերից դեկտեմբերի 28-ին այն իր տեղը զիջելու է հզոր ցիկլոնին, որը բերելու է տեղումներ լեռնային շրջաններում ձյան տեսքով եւ պատահական չէ, որ այս երգն էլ լսում ենք եւ երգում էլ ասվում է, չէ, մանկության հետ է կապված, կարծես այս տոնը առավելապես բոլորիս հետ, չէ, բոլորիս մոտ ասոցացվում է մանկության հետ, մանկության տարիների եւ անկախ նրանից այդ տարիները ճոխ են անցել, շատ ապահովված են եղել թե ոչ, հաճելի հուշերը հենց ստանում են մեզ դեպի մանկություն, կարծես ամանորի տեսանկյունից։ Եվ իսկ ուր են տանում խցանումները, եթե տանում են առհասարակ ինչ որտեղ, արդյոք փոփոխություն ունենք նաև այդ առումով, նիշը։ Տեսնենք, թե ինչ է Հուշում մեզ քարտեզը, այո, փոխվեց ամեն ինչ, զարմանալի էր, այո, մոլերը բացվեցին, առևտրի կենտրոններ, առանձնահատուկ ողջունում ենք սպասարկման ոլորտի աշխատակիցներին, որոնց ամուր նյարդեր են պետք այս սեզոնին, եւ ամուր նյարդեր են պետք նաեւ վարորդներին ու ուղևորներին, ովքեր այս օրերին, այս ժամերին շտապում են աշխատանքի, առևտրի գնումների, 6 է խցանումային նիշը եւ կենտրոն բերող փողոցները, փոքր կենտրոնի մշտապես ծանրաբեռնված փողոցները վերջապես ստացան իրենց Հարժանի գույնը, հումորով ասած, քարտեզի վրա, որովհետև առավոտյան զարմանալիորեն 4 էր, ինչը այս սեզոնի համար խիստ զարմանալի էր, բայց արդեն նոր մխիթարանք կարող ենք ասել, որ համբերեք մի քանի օրից տոներ կլինեն եւ հետեւաբար ավելի կթեթևանա երթևեկությունը ազատ օրեր են Ես սիրում եմ այդ տոնական օրերի ավելի դատարկ, ավելի թեթև երթևեկությունը։ Իսկ հիմա եւս մեկ ամանորի կատարում, որից հետո կվերադառնանք ու կողջունենք մեր հյուրին։ Շարունակեք մնալ մեզ հետ, Անդրեա Բոչելին է շարունակում եթերը։ Better not cry, better not pout, 'cause I'm telling you why. Santa Claus is coming to town. You better watch out, you better not cry, you better not pout, I'm telling you why. Santa Claus is coming to town. He's making a list, checking it twice. Who's naughty and nice? Santa Claus is coming to town.
He sees you when you're sleeping. He knows when you're awake. He knows if you've been bad or good. So be good for goodness sake. You better watch out. You better not cry. You better not pout. I'm telling you why. Santa Claus is coming to town. He sees us when we're sleeping. He knows when you're awake. He knows if we've been bad or good. So be good for goodness sake. You better watch You out. better watch out. I'm telling you why. Santa Claus is coming to town. Santa Claus is coming to town. Santa Claus is coming He sees you when you're sleeping. He knows when you're awake. He knows if you've been bad or good. So be good for goodness sake. You better watch out. You better not cry. You better not pout. I'm telling you why. Santa Claus is coming. Who's coming? Santa Claus is coming. Who's coming? Santa Claus is coming to town. Սուրճ ու սեր առավոտից։ Սանտա Կլաուս գալիս է քաղաք, իսկ մեզ հեռախոսազանգեր են գալիս, ունենք հեռախոսազանգ, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, Տիկին Անահիտ, լսում ենք ձեզ։ Ես ուղղակի հպարտ եմ, որ ամեն օր Աստված մեզ մի ապրելու վրա նվիրում։ Ես էլ շփվում եմ ձեզ հետ։ Ես ուզում եմ խոսքս ուղղել քեզ Սևաջան եւ քեզ Վեգա ջան, որովհետեւ օրեր առաջ խոսել եմ նաեւ Լուսինեի եւ Տիգրանի հետ։ Ուզում եմ շատ, ուզում եմ շնորհակալություն հայտնել անցնող տարվա մեջ ձեզ երկուսի կատարած աշխատանքի համար։ Ինչպես ասում են, ես մի քանի եթեր առաջ ձեզ ասացի, որ դուք ուղղակի հատուկ երկուսդ շատ մեծ թարմություն եք բերում առավոտյան եթեր։ Ուզում եմ շնորհավորել ձեր գալիք ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ուզում եմ հատուկ շնորհավորել հանրային ռադիոյի տեխնիկական բաժնին, ռադիո լուրի ստեղծագործական խմբին, բոլորին, այն Լևոն Սարդարյանին, բոլորին, ովքեր ապահովում են հանրային ռադիոյի օրը, եւ ուզում եմ, որ 2026-ը լինի իսկապես երազանքների իրականացման տարի, որովհետև ես ինքս գիտեք մեկ նյարդայնանում եմ, նեղվում եմ, որ այնքան չնչի երազանքներ ունեմ, այդ էլ չի իրականանում, բայց ես կուզեմ, որ 26 թվականին սա էլ իրականանա։ Այո։ Եվ ուզում եմ, որ դեկտեմբերի 31-ին ձեր 4-ի տեսնեմ եթերում, սա ամենամեծ նվերը կլինի մեզ, եւ ես հույս ունեմ, որ մենք ամանորի օրերին հանրային ռադիոյում կտեսնենք, կլսենք շատ մշակույթ, շատ երաժշտություն, մանավանդ մեր ժողովրդական երգը, դա իմ ամենալավ նվերը կլինի ինձ համար եւ սիրելի ունկնդիրներ, եկեք չմոռանանք, որ 2026 թվականին, մասնավորապես սեպտեմբերի 2-ին, մենք նշելու ենք հավերժ երիտասարդ 100-ամյա հանրային ռադիոյի։ Եվ ես ակնկալում եմ պարոն Քոլոյանից եւ հանրային ռադիոյի տնօրինությունից ծրագրերի, որ պարզ ասեմ 100 տարուց 51-ը հանրային ռադիոյի մոտ եմ, այս ունկնդրի իրավունքով ես ակնկալում եմ նոր հաղորդացանց, ավելի թարմ, ավելի, գիտեք ինչ են Վեգա ջան սա շեշտում, որովհետև 90-ականներին լինում էին օրեր, ամիսներ,
որ լինել թե չլինելու հարցեր դրվում մեր ազգի առաջ, իսկ հանրային ռադիոն իր հաղորդումներով ստիպել է մեզ ապրել, գնալ առաջ։ Սիրելի պարոն Քոլոյան, լսեք մեր խնդրանքը եւ ելի արեք այդպես, որ մենք հանրային ռադիոից ենք խմբրության էլ ոչ մի հնարավորություն չունենանք նավանավան շատ մարզերում ժողովրդի ունկնդրի հույսը հանրային ռադիոն է։ Սևա ջան, շատ եմ քեզ սիրում, Վեգա ջան։ Փոխադարձաբար շնորհակալ ենք լավ խոսքերին։ Հիշենք, որ լույս է ծրագրից ես ճանաչում եմ Սևակին, Վեգա ջան, քեզ որ առավոտյան ծրագրից Հրաչու Համլետի հետ գալիս է եթեր Անահիտի հետ։ Ես բոլորից սիրում եմ ձեզ լավ ամանորի օրեր, նամանավանդ որ այսօր պաշտոնապես ամբողջ աշխարհի մակարդակով տրվեց Սուրբ Ծննդյան տոների մեկնարկը։ Բարի երդես սիրելիներ։ Շնորհակալ ենք այսպեսի ջերմացնող խոսքեր, հուսանք ձեր մաղթանքները իրականություն կդառնան, այո, մենք էլ սպասում ենք մեր 100-ամյա Հոբելյանին եւ նոր ու հետաքրքիր նախագծերին։ Ես մի փոքր բացելով ճակերտները ասեմ, որ քանի որ աշխատում ենք 101-ի միջոցառումների շրջանակում, մի փոքր փակագծերը բացեմ եւ արևմտյան տերմին օգտագործեմ, սփոյլեր անեմ, որ իսկապես բազմաթիվ անակնկալներ են սպասվում 26 թվականին ռադիոյի կողմից, նաև չենք կարող ձեր խնդրանքը անտեսել կապված 31-ի հետ, ամսի 31-ի, բայց այդ մասին ավելի ուշ։ Իսկ հիմա վերադառնանք եւ ողջունենք արդեն մեր հյուրին։ Այո, մենք այսօր ունենք հրաշալի առիթ զրուցելու եւ հպարտության առիթ, քանի որ մշտապես անդրադառնում ենք այն թեմաներին, այն մարդկանց, ովքեր բարձր են պահում մեր երկրի պատիվը տարբեր ոլորտներում, մշակույթ, սպորտ, գիտություն, տեխնիկա, եւ ահա այսօր հերթը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ օպերային երգիչ Թովմաս Թովմասյանինն է, որը վերջերս դեկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցել է Ռոմանսիադա միջազգային մրցույթին եւ ուշադրություն գրավել առաջին տեղը։ Բարի լույս Թովմաս, շնորհավորում ենք ձեզ։ Հյուրընկալության համար։ Շատ ուրախ ենք, որ նմանատիպ մրցույթներում մասնակցում են մեր հայրենակիցները, գրավում մրցանակային տեղեր, առաջին մրցանակը էլ ավելի պատվաբեր է եւ մեծ սպարտություն է պարգևում, բայց մինչեւ այս ամենին անդրադառնալը օպերային երգիչները ինչպես են սկսում առավոտը։ Վաու, առավոտը երևի սկսում են թե բարձելով ձայնը այսօր լավ վիճակում է թե չէ։ Եթե ձայնը լավ է, ուրեմն իրանց օրը արդեն սկսվել է բավականին լավ։ Ահա, ամենակարևոր զենքը։ Այո, ինձ դա միշտ հետաքրքրել է, հետագայում որպես ռադիո հաղորդավար իհարկե մենք նույնպես ունեցանք մեր փոքրիկ հմտությունները ձայնի հետ կապված, բայց այն միֆերը կապված հումձվի, կոնյակի եւ այլնի հետ ճիշտ են, արդյոք առավոտյան իսկապես ինչ որ կոնկրետ պրոցեդուրաներ եք անում կամ ելույթից առաջ։ Չէ, առավոտյան ճիշտն ասած դեն նայած երգիչ ինչ է անում, երգիչ կա որ իրան իրոք օգնում է, երգիչ կա որ ոչինչ չի անում, կախված է երևի երգչի բնությունից։ Ահա։ Թող ձայնը անսպառ լինի եւ դուք էլ մշտապես մասնակցեք մրցույթների եւ մրցանակային տեղեր զբաղեցնեք։ Ռոմանսիադա հետաքրքիր անուն ունի, խնդրում եմ մի փոքր պատմեք, կարծես թե ոչ այնքան հայտնի մրցույթ է Հայաստանում։ Հայաստանում բավականին հայտնի է, որովհետեւ երկար տարիները արդեն Հայաստանում նույնպես անցկացվում է, որովհետեւ մինչ Մոսկվա մեկնելը այստեղ երիտասարդ երգիչը պետք է մասնակցի հայկական Հայաստանում անցկացվելիք, հետո եթե դա բարեհաջող անցնի կընտրվի եւ կմեկնի արդեն Մոսկվա ներկայացնելու Հայաստանը։ Ահա։ 29-րդ միջազգային մրցույթներ Ռոմանսիադայի այս տարի, որից հետո ես հրավեր ստացա փետրվարի 1-ին նշվելու է 30-ամյակը Կրեմլում, որտեղ պետք է հանդես գամ եւ երգեմ հայկական ռոմանս։ Հրաշալի։ Իսկ ինչ ծրագրով էիք մասնակցում այս անգամ մրցույթին, քանի ելույթ ունեցաք, ինչպես էիք ընտրել ծրագիրը։ Բացառապես ներկայացրել եմ ռուսական ռոմանսներ, որը հենց այդպես էլ կոչվում է կոնկուրսը, ռուսական ռոմանսիադա։ Երևի արվում է նրա համար, որպեսզի աշխարհին ավելի հայտնի դարձնեն ռուսական ռոմանսները, բայց Հայաստանում բավականին հայտնի են, ոչ թե այդքան ժամանակակից, այլ ավելի կլասիկ ռոմանսներն են Հայաստանում հայտնի, իսկ նրանք ուզում են ավելի զարգացնել ժամանակակից ռոմանսները։ Շատ բարի, միայն դուք եք Հայաստանը ներկայացնում ինչպես է մրցույթի կանոնները, քանի երկիր էր մասնակցում, ովքեր են գնահատողները։ 10-ից ավելի երկրներ մասնակցում էին, մի տարի մի քիչ շատ, մի տարի քիչ, այս տարի 10-ից 12 երկիր մասնակցում են ու պլյուս Ռուսաստանի նահանգները բոլոր։ Դաշնության։ Այդպես ովքեր էին գնահատողները։ Այնց բոլոր երկրից մի հոգի գալիս է որպես ժյուրի անդամ։ Հայաստանի ժյուրի անդամ էր Բարսեղը Թումանյան, ով այստեղ նույնպես ժյուրի անդամ է եւ մեկնեց իմ հետ Մոսկվա
որպես այնտեղ ժյուրի անդամ։ Ահա, բայց բնականաբար միայն հայ ժյուրիի ձայնը չէ, որ որոշիչ է եղել, Իհարկե, փաստորեն իհարկե, միջազգային ժյուրին է ճանաչել առաջին մրցանակակիր։ Միջազգային ժյուրին եւ ինչպես նաեւ հանդիսատեսը նույնպես կարողացել է քվեարկել on-line թեատր կոչվող հեռուստաընկերություն կա, որտեղ որ ցուցադրվել է տարբեր Facebook-յան իրանց հարթակում այլ ցուցադրվել է, որի միջոցով հանդիսատեսը կարողացել է քվեարկել։ Դա հանդիսատեսի քվեարկելով ուրիշ մրցանակ է։ Իսկ առաջի, երկրորդ, երրորդ ավելի ժյուրիներ քվեարկում։ Թոմաս, վերջին շրջանում մենք հաճախ ենք խոսում հատկապես դասական երաժշտության հանրահռչակման մասին, մեր դասական արտիստների տարբեր երկրներում մեզ ներկայացնելու մասին։ Հետաքրքիր է դուք ինչպես եք գնահատում նման մրցույթների կարևորությունը, ինչ է սա տալիս ոչ միայն երկրի ճանաչելիության, մեր երկրում ժանրի ճանաչելիության առումով, այլև հենց արտիստին։ Վաու։ Գիտեք, եվրոպական տարբեր բեմերում ու աշխարհի տարբեր բեմերում ներկայում մենք ունենք շատ լավ երգիչներ, որոնք բարձր են պահում հայ ազգի պատիվը, բայց ցավոք սրտի նրանք մնում են ստվերի ետևում։ Դա բավականին վատ է, որովհետև ես անկեղծ իմ ընկերներից շատերը միջազգային հարթակներում գրավում են առաջի տեղերը ներկայացնելով Հայաստանը, ճիշտ է, իրանք աշխատում են հիմա Եվրոպայում, բայց մրցույթները ներկայացնում են Հայաստան, կապ չունի դա մրցույթ է թե ուղղակի ներկայացում, իրենք հայ ազգի ներկայացուցիչ են ու ինձ համար անկեղծ շատ հպարտալ է, որովհետև ես մինչ իմ ուսանողական տարիներին ինձ բախտը վիճակվեց սովորել Եվրոպայում եւ որտեղ որ ես եղել եմ, որ իմացել են ես հայ եմ, ինձանից առաջ այնտեղ եղած հայը այնպիսի լավ անուն է թողել, որ իր անունի շնորհիվ ինձ նույնպես դիմավորել են շատ լավ ու ասել են ինքը հայ է ու ինքը հաստատ լավ է երգելու, շատ լավն է իրան բերեք, դա շատ լավ զգացողություն է ու դրանից հետո դու փորձում ես այլ ավելին անել, որպեսզի քեզանից հետո գալացող սերունդը ավելի քոնից հետ կապված ինչ-որ խնդիրներ չունենա։ Իրան նույնպես դիմավորեն այնպես, ինչպես որ քեզ են։ Եվ բարեբախտաբար ձեզ դա հաջողվում է փոխանցել փաստորեն։ Հայաստանյան ձեր գործունեության մասին խնդրենք նաև պատմել, ինչով եք, որտեղ է հնարավոր ձեզ լսել այստեղ, հայ հանդիսատեսի համար էլ ձեր Հայաստանում հանդես եմ եկել կոնսերվատոր ուսանողական տարիներին, մենք ունենք օպերային ստուդիա, որտեղ բեմադրվում են ներկայացումներ։ 4 ներկայացում այնտեղ երգել եմ Դոն Ջովանի, Մոցարտ Դոն Ջովանին եւ նենց Դոն Ջովանի կերպարը եւ Ռոսինի Ֆիգարո կերպարը Սևիլյան Սափրիչ օպերայից։ Ամենահայտնի։ Հա, հենց Ֆիգարոյի բավականին բարդ ու ինձ բախտ է վիճակվել հանդես գալ։ Հիմա աշխատում եմ օպերային թատրոնում, մոտակա շրջանում կցանկանամ երևի լինել ավելի, որտեղ աշխատում եմ խորում, երգչախմբում երգում, այնտեղ որտեղ ավելի հեշտ է ձևավորվել։ Իսկ հետագայում ձգտել դեպի ավելի մենակատարի կարիերա, այո, ինչը ցանկացած օպերային երգչի համար երազանք է։ Ընդհանրապես օպերան ամենահետաքրքիր աշխարհներից մեկն է կամ նույն բալետը, այն սինթետիկ աշխարհ է, բայց ինչքան բնական է, չէ՞, ամեն ինչ եւ անգամ այս դարում, երբ ամեն ինչ մարդկանց հասանելի է եւ արհեստական բանականությունը ինչեր է անում, բայց գնալ եւ վայելել այդ միջավայրը, լինել այդտեղ, հիմա հաճախ համացանցում անգամ տեսանյութեր են չէ պատտվում, օրինակ երբ մեկն ասում է ձանձրալի է օպերա գնալը եւ ցուցադրվում է թե օպերայում ինչեր են կատարվում եւ ինչքան հսկայական աշխատանք է տարվում, դա միայն հաճելի է եւ միայն հրաշալի է լինել այդ միջավայրում, բայց Թոմաս վերադառնալով մրցույթին եւ մի փոքր նյութական հարց, առաջին տեղը էլ ինչեր ենթադրում, արդյոք ստացաք ինչ-որ նվեր, ինչ-որ մրցանակ։ Այո, իհարկե մրցանակ եղել է, պատվոգիր մրցանակ եւ իհարկե գումարային պարկ։ Ահա, հուսանք որ այդ գումարը կծառայեցնեք ձեր կարիերայի ել ավելի զարգացմանը կամ միգուցե տոները ավելի ճոխ նշելուն։ Իդեպ տարին ավարտվում է, ինչպիսին էր այն ձեզ համար, բացի այս առաջին մրցանակից, որպես երգիչ, օպերային երգիչ կամ որպես ուղղակի անձ, ինչ հաջողություններ ունեցաք այս տարի։ Հա, տարին բավականին հաջողակ է, ճիշտ ասած ինձ համար, երգեր ներկայացում, մասնակցել կոնկուրսներ, երգել եմ նաև մաստեր կլաս ջուր ունենք Եվրոպայից, որտեղից ես ստացա հրավեր հունվարի 11-ին պետք է մեկնեմ Շվեյցարիա, Ցյուրիխի օպերային թատրոն եւ ապրիլին պետք է մեկնեմ Գերմանիա, արդեն երկու տեղից հրավեր ունեմ, որտեղ պետք է մեկնեմ եւ հանդես գամ։ Հրաշալի է, փաստորեն 2026-ը նույնպես հագեցած է լինելու, հուսով ենք վստահ ենք, որ այնտեղից նույնպես կվերադառնաք մրցանակներով, ձեր անունը թողած, ինչպես դուք նշեցիք, ձեզանից հետո Հայաստանը ներկայացնող անձանց համար էլ ավելի ամեն ինչ հեշտացրած, բայց Սևակի նշածին վերադառնալով մենք միշտ մեր հյուրերին հարցնում ենք, թե հանդիսատեսի մասով ինչ փոփոխություն են զգում վերջին տարիներին, որովհետև ես չգիտեմ, ինքս եմ մեծանում, ինձ սկսել է հետաքրքրել, թե
իսկապես նման միտում կա, բայց տեսնում եմ, որ հանդիսատեսը դասական արվեստի, դասական երաժշտության, օպերայի, բալետի հանդիսատեսը կարծես թե գնալով երիտասարդանում է, հետո շատանում է, հետաքրքրությունն է մեծ, դուք բեմից ինչպես եք տեսնում սա իսկապես այսպես է, թե դեռ շատ տեղ ունենք աշխատելու։ Ճիշտն ասած, ես այդքան մեծ փորձ չունեմ, որ համեմատական տանեմ, մաքսիմում համեմատությունը կարելի լինի 6 տարի։ Ահա, էլի բան է։ Բայց հա բավականին լավացել է կոնկրետ մեր օպերային թատրոնում նույնպես խաղացանք ընդլայնվել է, հանդիսատեսը նույնպես բավականին շատացել, պրոստը ուղղակի մի խորհուրդ հանդիսատեսին, որ մինչ ելույթի գալը, մինչ դիտման գալը պատրաստվեն, որովհետև ներկայացումները եթե իհարկե հայերեն չէ, ինչ-որ չափով ուսումնասիրեն լիբրետոն, որպեսզի իրենց ավելի հետաքրքիր լինի։ Այո։ Այ քանի որ խորհուրդներ եք տալիս, ես էլ մի խորհուրդ ուզում եի հարցնել էլի մեր ռադիոլսողների համար, այն անձանց, որոնք առաջին անգամ են գալու օպերա։ Այս պահին ցանկից ինչ որ կա բեմում, ինչ խորհուրդ կտաք, որն է ավելի ճիշտ, գուցե թեթև սկսելու համար, որովհետև ինչպես նշեցիք, պատրաստվածություն է պետք, ամեն դեպքում միանգամից օպերան ամբողջովին լսելը կարող է բարդ լինել։ Որտեղից սկսելս ձեզ։ Հայ ազգի հանդիսատեսին խորհուրդ կտամ սկսեն հայկականից, որովհետև դա ավելի հոգեհարազատ է, ի վերջո դա մեր պատմությունն է եւ այդ պատմության իրենք ծանոթ են, քիչ թե շատ։ Կարծում եմ դա ավելի հեշտ կլինի, ավելի ճիշտ կլինի սկսել հայկականից։ Եվ կարևորը սպորտային հագուստով չգնալ օպերա կամ բալետ դիտելու, այսօր իհարկե բոլորս տրվում ենք այդ հարմարավետության միտմանը, բայց կան վայրեր, որտեղ իսկապես պետք է մի փոքր ավելի երկար պատրաստվել գնալուց առաջ, եւ Թովմաս մասամբ արդեն նշեցիք 26 թվականի հենց առաջին ամսում գնալու եք Ցյուրիխ, կարծես թե, այդ ինչ պլաններ կան 26 թվականի հետ կապված։ Հիմնական պլաններս դրանք են ու պլաններ ունեմ մեր օպերային թատրոնի հետ, աշխատել այնտեղ, փորձել նոր դերեր պատրաստել, որպեսզի խաղացանկի մեջ լինեմ, որովհետև դա ինձ համար շատ կարևոր է կապ ունենալ Հայաստանի հետ։ Հրաշալի է։ Եվ ձեր տոնական շնորհավորանքը, մաղթանքը ուղիղ եթերում կարող եք հղել մեր ռադիոլսողներին, ձեր գործընկերներին։ Դա ամենաշատը երևի կցանկանամ լինի խաղաղություն։ Եթե մեր երկրում լինի խաղաղություն, մնացած ամեն ինչ լավ կլինի, մեր ազգը շատ աշխատասեր է։ Ճիշտ եք, մենք ենք միանում այս շնորհավորանքին եւ մաղթանքին, խաղաղություն եւ միայն խաղաղություն։ Ձեզ էլ հաջողություններ, վստահ ենք, որ դեռ շատ մրցույթներում եք գրավելու մրցանակային տեղեր, իսկ մենք պատրաստ ենք ձեզ հյուրընկալել եւ զրուցել այդ ամենի մասին։ Թովմաս Թովմասյանն էր մեր տաղավարում, օպերային երգիչ, որը վերջերս առաջին մրցանակի էր արժանացել։ Մենք նրա հետ այժմ կլուսանկարվենք ու կշարունակենք եթերը։
տները այցելի։ Շատ շուտով կայցելի ամանորը բոլորիս տներ, այսօր դեկտեմբերի 25-ն է եւ ընդամենը 6 օրից արդեն ամանոր է, իսկ մենք շարունակում ենք ամենօրյա ռեժիմով աշխատել եւ դեկտեմբերի 31-ին էլ կաշխատենք ձեզ համար, այնպես որ հետևեք մեր տոնական եթերներին ամեն առավոտ, տոնը տոն, բայց սպորտի աշխարհում մշտապես կան կրքեր, որոնք բորբոքվում են, որոնք վարակում են երկրպագուներին եւ այժմ անդրադառնանք մարզական դրահոսին, կարծես շատ բան բուն սպորտային չկա, բայց մի քանի հետաքրքիր նորություն ձեզ համար։ Նախ ամերիկյան Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք մարզական ակումբների վարկանիշային աղյուսակը, հաճախ հաշվում ենք ֆուտբոլիստների փողերը, հիմա ակումբների բյուջեն հաշվելու ժամանակն է եւ բնականաբար այս ցանկում իրենց արժանի տեղն են զբաղեցրել Մադրիդի Ռեալը, Բարսելոնան, Մանչեսթեր Յունայթեդը եւ Լիվերպուլը։ Այսպես Մադրիդի Ռեալը 20-րդ տեղում է, նախորդ տարվա համեմատ 8 հորիզոնականով է նահանջել, Մանչեսթեր Յունայթեդը 24-րդ տեղում է, Բարսելոնան հայտնվել է 42-րդ տեղում։ Նշվում է, որ ակումբների գնահատման հիմքում ընկած է ձեռնարկության արժեքը, որը ներառում է մարզադաշտի տնտեսական ցուցանիշները, թիմին պատկանող տարածաշրջանային մարզական ցանցերի հեռարձակման իրավունքներից ստացված եկամուտները։ Սակայն հաշվարկում չեն ներառվել հենց այդ ցանցերի բուն արժեքը, ինչպես նաև մասնաբաժիններն այլ ակտիվներում, որովհետև եթե դա հաշվարկվեր, ենթադրաբար նշյալ ակումբները ոչ թե 10-20 տեղերում կլինեին, այլ կլինեին առաջատարը։ Այ քեզ բան։ Պաստորեն Forbes-ը անդրադառնում է նաև ակումբների ընդհանուր բյուջեին։ Ես չգիտեի այս մասին, գիտեի, որ կան շատ հարուստ մարզիկներ, եթե չեմ սխալվում, ամենահարուստներից մեկը հենց Քրիստիանո Ռոնալդուն է, ունենք էլի հարուստ մարզիկներ։ Մեսին։ Այո, բայց հետաքրքիր է, որ կա նաև այսպես ասած տարանջատում, թե ովքեր են հենց սպորտով արժանացել այսքան գումարի եւ ովքեր կողքից եկամուտներ ունեն։ Այս նույնը արվում է նաև արտիստների համար։ Մենք շախմատի ոլորտում ունենք լավ նորություն, նոր գրոսմայստեր ունենք եւ այսպես Արթուր Դավթյանն է արժանացել գրոսմայստերի կոչման, նա շուտով կստանա այդ կոչումը, կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու համար անհրաժեշտ բոլոր պահանջները, դարձել է Սերբիայում անցկացված շրջանային մրցաշարի միանձնյա հաղթող եւ լրացրել է իր վերջին արդեն 3-րդ գրոսմայստերի նորման։ Արթուրի վարկանիշը արդեն գերազանցել է անհրաժեշտ 2500-ի շեմը, ինչի շնորհիվ նա կստանա այս կոչումը։ Ահա։ Շարունակենք մարզական նորությունները։ Բարսելոնայի եւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալի YouTube-յան ալիքը, բեգ այս թեման հատկապես քեզ կհետաքրքրի, 2 օրում հատել է 1 միլիոն բաժանորդների սահմանը։ Ֆուտբոլիստը այս հարթակում իր ալիքը բացել էր դեկտեմբերի 22-ին եւ ահա 2 օրում արդեն 1 միլիոն բաժանորդ է հավաքել։ Յամալը Բարսելոնայի հիմնական կազմում 23 թվականից է խաղում եւ արդեն 7 գոլ է խփել, կատարել 7 գոլային փոխանցում եւ հարձակվողը ընդհանրապես 100 հարձակվողներից բաղկացած վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել։ Ժամանակին էլ Քրիստիանո Ռոնալդոն բացեց YouTube-յան ալիք եւ ռեկորդներ շարունակեց սահմանել։ Ընդհանրապես Ռոնալդոն աշխարհում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդն է Instagram-ում եւ դրանով էլ պայմանավորված է նրա անձի շուրջ այլ ավելի մեծ հետաքրքրությունը։ Եթե ֆուտբոլասեր եք, կարող եք բաժանորդագրվել Լամին Յամալի էջին եւ տեսնենք, թե ինչ է ընդհանրապես նա ցուցադրելու YouTube-ում։ Կարծես մեր օրյա սոցցանցերի դարում YouTube-ը երկրորդ պլան է մղվել եւ արտիստները հիմնականում կենտրոնանում են իրենց Instagram-ի էջի վրա, արևմուտքում Twitter-ի եւ դեռ զարմանալի է, որ ոմանք չունենալով YouTube-յան ալիքներ նոր անցնում են սրան, բայց տեսեք, որ դա անգամ չի խանգարում նրանց 1-2 օրում 1 միլիոն բաժանորդ հավաքել։ Ինչը իրականում շատ նախանձելի է, որովհետև շատերը երկար տարիներ աշխատում են, որպեսզի YouTube-ում հատեն 100,000 բաժանորդի շեմը, ստանան այդ բաղձալի արծաթե կոճակը, այնուհետև 1 միլիոնի շեմը եւ ոսկե կոճակ ստանան YouTube-ի կողմից, իսկ այս 10, չեմ հիշում քանի տարեկան, ամեն դեպքում այս պատանին արդեն հասցրել է ոչ միայն գրանցվել ամենահարուստ պատանիների շարքում, այլև միանգամից թե արծաթե թե ոսկե կոճակը YouTube-ի գրավել։ Միանգամից կստանա։ Այո, ինչպես արդեն նշեցինք, հիմա սպորտի աշխարհում նույնպես ընտրվում են լավագույնները, թե ամբողջ աշխարհում, թե Հայաստանում, մարդիկ սպասում են տարբեր քվեարկությունների, հիմա նույնպես մարզական լրագրողները ԿԳՄՍ-ի հետ միասին ընտրում են տարվա լավագույններին Հայաստանի համար եւ իրականում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը եւ ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը արդեն մրցանակներ են ստացել որպես ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ եւ տարվա լավագույն ֆուտզալիստ։
Այս մասին ՀՖՖ-ից են հայտնում Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ անցնող տարում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հասել է պատմական հաջողության առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Վլադիմիր Սանոսյանն էլ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցել է 4 հանդիպման, դառնալով 2 գոլի եւ 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Բացի լավագույնների մրցանակներից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ ազգային հավաքականի ֆուտզալիստներին եւ աշխատակազմին հանձնել է հատուկ հուշանվերներ, անհատական, անվանական ժամացույցներ, այնպես որ այս օրերի ընթացքում շատ ավելի ուշադիր կլինենք, որպեսզի ձեզ պատմենք, թե Հայաստանում որ մարզաձևում ովքեր են ճանաչվել լավագույնները, երեք օրինակ առաջադրված ֆուտբոլիստների ցանկն էին նայում, տեսնենք թե ով կլինի հաղթողը։ Եվ ընդհանրապես սա ամփոփումների շրջան է, արդեն տարբեր գերատեսչություններ, տարբեր կազմակերպություններ ամփոփումներ են անում եւ առանձնացնում իրենց լավագույններին։ Մենք կհետևենք այդ լուրերին եւ ձեզ կներկայացնենք։ Իսկ հիմա նամանորի հետ կապված ամենատարածված երգերից մեկը, որը սակայն TikTok-յան դարաշրջանը առավել ուշադրություն սևեռեց դրա վրա եւ նշեց, թե ինչքան տխուր երգ է, որի ներքո մենք պարզապես ուրախանում ենք։ I gave it away.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:46 նախատոնական ողջույններ բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, բարի լույս, սիրելի ռադիոլսողներ եւ սիրելի հավատարիմ ռադիոլսողներին առանձնահատուկ ողջույններ։ Մենք հիշեցնենք մեր հեռախոսահամարը 553702, եթերաժամի վերջին հատվածն է, դեռ կարող եք մեզ զանգահարել։ Մեկնաբանությունների մասին էլ չմոռանանք, տեսնենք նորություններ կան։ Այո, Կարինե Գրիգորյանը գրել է բարի առավոտ, ողջունում եմ ձեր հաղորդաշարը։ Ամբողջ մի տարի լսում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում առավոտյան դրական հույզեր, էմոցիաներ պարգևելու համար, շնորհավոր գալիք նոր տարի եւ Սուրբ Ծնունդ Գյումրիից մանկավար։ Շատ շնորհակալ ենք Տիկին Գրիգորյան, հաճելի է կարդալ նման մեկնաբանություններ։ Բարի լույս հանրային ռադիո ողջույններ Ալափարսեցիներից մեր Թովմասին, մենակ առաջ խոսքը մեր հյուրի մասին է։ Հուսով եմ նա շարունակում է հետևել մեր զրույցին եւ բարեմաղթանքը նրան էլ տեղ կհասնի։ Արթուր անունով էջից բարեմաղթանք ունենք, շնորհավորում եմ գալիք 2026 թվականը թող լինի ձեռքբերումների տարի։ Շատ շնորհակալ ենք։ Եվ Կարինե Մկրտչյանը եւս գրել է մեկնաբանություն բարի լույս Հայաստան աշխարհ, բարի առավոտ սիրելի հաղորդավարներ։ Ես էլ եմ շնորհավորում օրվա տոնի արդիվ թող աշխարհում թևածի խաղաղություն, սա կարծես թե ընթերցել ենք, բայց ոչինչ եւս մեկ անգամ բարին մտնի բոլորի օջախներն ու սրտերը։ Շնորհակալ ենք։ Այո, շնորհակալ ենք, միանում ենք բոլոր մաղթանքներին, մենք էլ մեր ռադիոլսողներին ենք շնորհակալ, որ ամբողջ տարին լսել են մեզ, բոլոր են ռադիոլսողներին նաև հատկապես, որոնք նաև մեկնաբանություններ են գրում, զանգահարում են, եթերը էլ ավելի ինտերակտիվ են դարձնում։ Եվ ինչպես նշեցինք, տարբեր ոլորտներում ամփոփումներ են, շուտով օրինակ կիմանանք որն է տարվա լուսանկարը, տարվա արտիստը, տարվա սկանդալը, եւ այս տարվա ամփոփումների մեջ միշտ կարևոր տեղ ունեն նաև տարվա լուքերը, տարվա հագուստները, նորաձևությունը եւ վեգա Vogue-ն է, չէ՞, կարծես թե առանձնացրել։ Vogue-ը առանձնացնում է 55 լավագույն հագնված, այսպես ասած, best dressed celebrities, ամենալավ հագնվող աստղերին 2025-ի եւ բավական զարմանալի ցուցակ է ստացվել այս տարի, բացի նրանից, որ ինչպես ամեն տարի այս տարի նույնպես ընդգրկված շատ անուններ վեճերի առիթ են դարձել, որովհետեւ բնականաբար, ինչպես ասում են, 1000 մարդ, 1000 ճաշակ, այնպես էլ շատ տարօրինակ է ստացվել այն, որ Vogue-ը այս տարի լավագույն հագնվածների շարքում ներառել է ուշադրություն Հռոմի Պապին։ Ահա։ Այո, Vogue-ի կարծիքով Հռոմի ներկայիս Պապը այս տարվա ամենալավ հագնված մարդկանցից մեկն է։ Հետաքրքիր է, որ մեկնաբանություններում շատերը համաձայնում են, շատերը պնդում են, որ այո, դա այդպես է, շատերն էլ ասում են, բայց ախր նա հագնվում է այնպես, ինչպես մնացած բոլոր պապերն էին հայտնվում, ինչով է պայմանավորված, որ նրան ներառել եք այս ցանկում, երբ նախորդ պապերին չէիք ներառում, քաղաքական գործիչների ոլորտից, եթե կարելի է այդպես ասել, ներառվել է նաև Միշել Օբաման, ԱՄՆ նախկին առաջին տիկինը, բազմաթիվ արտիստներ, հայտնիներ, Bad Bunny-ն, լատինոամերիկացի երգիչ, որը սովորաբար չի հագնվում։ Այո, Ջեյքոբ Էլորդին է այստեղ դերասան, երգիչներ, դերասաններից Թիմոթի Շալամեն է նաև այստեղ, Մայլի Սայրուս, Էդիսոն Ռեյ, մի խոսքով դերասանների մոդելային աշխարհից բազմաթիվ անուններ, Քենդլ Ջեները, եթե մոդելներից ենք խոսում, նույնպես այստեղ է, եւ հետաքրքիր է նաև, որ Vogue-ը ընդգծել է ոչ միայն այն արտիստների եւ հայտնի մարդկանց անունները, որոնք համարվում են ամենալավ հագնվածները 2025 թվականին, այլև նրանց ոճաբանների անունները, ինչը նույնպես կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ հաճախ այս մարդիկ մնում են ստվերում եւ ամբողջ գովասանքը բաժին է հասնում հենց հայտնիներին եւ նրանց հագուստին։ Այո, ինչպես նշեցինք, տարվա հետ կապված ամփոփումներ տարբեր ոլորտներում դեռ շատ են լինելու, դրանց մենք անպայման կանդրադառնանք, իսկ հիմա 1-2 նաև միջոցառման մասին խոսենք, որոնց կարող եք մասնակցել եւ նախատանական այս շրջանն ավելի տպավորիչ դարձնել։ Նախ այսօր Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ժամը 17:30-ից կկայանա Լույսերի տաճարը ամանորյա մշակութային երեկոն, այն նախատեսված է բոլորի համար, ովքեր ցանկանում
ցանկանում են տոնական մթնոլորտը զգալ յուրահատուկ պատմամշակութային միջավայրում, այցելուներին սպասվում են տոնական տրամադրություն, մշակութային ծրագրեր, լույսերով եւ երաժշտությամբ լի անմոռանալի երեկո։ Կհնչի կենթանի երաժշտություն, Միքայել Ոսկանյան եւ ընկերներ բենդը ելույթ կունենա, կգործեն ինչպես ընդունված է նման միջոցառումների դեպքում ամանորյա տաղավարներ, սննդի անկյուններ, իսկ երեկոյան կլինի ամանորյա լուսային շոու, ջերմ ու կախարդական մթնոլորտ են խոստանում կազմակերպիչները։ Նման խոստումներ մեզ տալիս են նաև դեկտեմբերի 31-ի հետ կապված Հանրապետության հրապարակում լինելու է դրոններով շոու ժամը 23-ից սկսած եւ տոնական համերգ, կարծես դրոններով շոուն նորություն է աշխարհում եւ շատ գեղեցիկ է։ Եվ եթե չեմ սխալվում, խորհրդանշական թվով 2025 դրոն է կարծրատիպում լինելու։ Տարատեսակ գովազդներ են պատտվում համացանցում, ինֆլուենսերներն են այս մասին հաճախ խոսում եւ դեռ այս միջոցառմանը կանդրադառնանք ամանորը երբ մոտենա, ձեզ կհիշեցնենք այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում օրինակ տանը դիմավորել կամ առավել տոնական միջավայր են ուզում, կարող են ամանորի գիշերը լինել Հանրապետության հրապարակում։ Հունվարի 3-ին էլ ֆեստիվալ զբոսաշրջային երաժշտական փառատոնը տեղի կունենա առաջին անգամ ձմռանը եւ կհյուրընկալվի Ջերմուկում, ինչպես հայտնում են Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարությունից, միջոցառման օրը ժամը 15-ից Ջերմուկում կգործի տեղական արտադրանքի ամանորի տոնավաճառ, 18-ից ելույթ կունենան տարբեր սիրված արտիստներ, նրանց թվում են Արամեն Պետրին, Yellow Heart եւ նաեւ Եվրատեսիլ մանկական Եվրատեսիլի այս տարվա մեր պատվիրակ Ալբերտը։ Միջոցառման մուտքն ազատ է, այնպես որ եթե Ջերմուկում եք կամ եթե այնտեղ չեք, բայց ուզում եք չլինել տանը, կարող եք հունվարի 3-ին գնալ Ջերմուկ։ Իդեպ ես այս ընթացքում մինչ Սևակը պատմում էր Ջերմուկի միջոցառման մասին, ստուգեցի իմ հայտնած ինֆորմացիան, այո, ես ճիշտ էի հիշում, խորհրդանշական 2026 դրոն կբարձրանա Հանրապետության հրապարակի երկինք եւ սա լինելու է ամենամասշտաբային եւ աննախադեպ լուսային ներկայացումը ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ տարածաշրջանում եւ 12 րոպեանոց հեքիաթային դրվագներ են խոստանում տոնակատարության մասնակիցներին, հենց կեսգիշերին է սա մեկնարկելու 12:00-ին, այնպես որ եթե այս տարի իսկապես ուզում եք այլ կերպ անել կամ տանը չեք դիմավորելու, սա տարբերակներից մեկն է դիմավորելու 2026 թվականը։ Ամանորի հետ կապված դեռ բազում նորություններ, հետաքրքիր փաստեր ձեզ կներկայացնենք առաջիկա եթերների ընթացքում։ Հանդիպենք վաղը 9:30-ին ու ձեզ կասենք բարի լույս։ Իսկ եթերը եզրափակենք տոնածառ ջան տոնածառով Միքայել Ոսկանյան եւ ընկերներ։ Ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, կարմիր աստղը գագաթին, ծառի տակսը մեր պապին, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է։ Բարարա, տոնածառ ջան տոնածառ, ինչ սիրուն ես ու պայծառ, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, կարմիր աստղ գագաթին, ծառի տակ ձմեր պապին, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է, ես ինչ լավն է չորս կողմը լույս ու փայլ է։